Այս տարվա Մյունխենի ուրեմն այս կոնֆերանսի ժամանակ հետաքրիր դե շատերը խոսացին Միացյալ Նահանգներից Ռուբիոն էր խոսում, արտգործնախարարը, մյուս երկրներից օրինակ Ֆրանսիայից պրեզիդենտ Մակրոնն էր, Գերմանիայից իրենց եւ կանցլեր բաններ այնտեղ ներողություն իրենց պաշտպանության նախարարն էր, դա հետաքրիր ինտերվյու տվեց Հնդկաստանի արտգործնախարարի հետ միասին եւ այլն։ Հետաքրիր բաներ են, բայց մի հատ մեսեջ կար, որ ես ուզում եմ դրա մասին ասեմ այսօր։ Overall, ասենց ասած ընդհանուր գաղափարը այս կոնֆերանսում առանց բացառության ոնց որ այն էր, որ մեկ առաջինը եվրոպացիները փաստորեն առանց բարձ ասելու, բայց նաև ուղղակիորեն նաև նշելով, որ դա Թրամփի գաղափարն է, որ այո, մենք պետք է կախված չլինենք ոչ մեկից մեր ապահովությունը։ Պետք է Եվրոպան ոտքի կանգնի եւ իր ապահովությունը ինքը կարողանա տավտալոգիա ապահովի, բայց ինքը պետք է զինվի եւ ինքը անում ենք արդեն ուրեմն համախառն արտադրության 5%-ն ենք ծախսում, առաջկի 2-ը չէին անում, որ պայմանավորված սմտի անեին, կամ ուզում ենք արդեն ծախսենք, եւ այլն։ Այս թեման ամենտատ կրկնվեց եւ Ֆրանսիայի կողմից, այսինքն Մակրոնի կողմից եւ գերմանացիներն էին ասում։ Իհարկե շատ դուր եկավ բոլորին, մի հատ sense խորը շունչ քաշեցին հոգոցով, հա, sense երբ որ Ռուբիոն դուրս եկավ, ասեց մենք չենք ուզում Եվրոպայից անջատվենք։ Եվ ՆԱՏՕ-ն չենք ուզում քանդենք։ Եվրոպացիներին մենք փորձում ենք բոլորից հասկացնել, որ մենք եվրոպական կուլտուրա ենք, ճիշտ է, մենք գտնվում ենք արևմտյան կիսագնդում, բայց մենք եվրոպական կուլտուրա ենք եւ խոսքի ազատությունից սկսած վերջացած մեր ամբողջ արժեքը համակարգը եկել է Եվրոպայից։ Սա եվրոպացիներին པարզ շոյելու համար չէր ասում, շատ կարևոր բաներ, որովհետև տպավորությունը Թրամփի արտահայտություններից հետո էլ Վանսի հիշում եք, երբ որ գնաց Եվրոպայի սկսեց մատ թափ տալ բոլորի վրա եւ այլ շատ կոպիտ ձևով սա շատ ավելի ոնց ասում են ուզում եմ ասեմ նորմալ, հա, բայց իրականում շատ ավելի ճիշտ եւ ճշմարտությանը հետ ճիշտ որ այդպես էլ կա ամերիկան առանձին կուլտուրա չի բայց եւ այս րոպեին շատ կարեւոր մեսեջեր որ պետք է եվրոպացիներին տալ